Հեսուի որդի Սիրաքի իմաստությունը, հոգևոր խրատներ աստվածապաշտության մասին։ 1. Իմաստնության խորհուրդը։ Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ով կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։ Ով կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստնություն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը ի հավիտենից կային։ Իմաստնության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։ Իմաստնության արմատները նրա մեջ հայտնվեցին։ Ում տրվեց իմաստնության գիտությունը, և ով հասկացավ նրա արվեստը։ Իմաստնությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։ Ինքը, Տերը հաստատեց այն, տեսավ և չափեց այն ու հեղեց իր գործերի վրա։ Ամեն մարմնի վրա ըստ իր պարգևի, և այն բաշխեց իր սիրելիներին։ Տիրոջ հանդեպ երկյուղը փառք է ու պարծանք, ուրախություն է և ցնծության պսակ։ Տիրոջ հանդեպ երկյուղը զվարճացնում է սիրտը և պարգևում ուրախություն, խնդություն ու երկար կյանք։ Ով երկյուղ է կրում Տիրոջից, նա բարիք կստանա հետո, և իր վախճանի օրը կօրհնվի։ Տիրոջ հանդեպ երկյուղը Տիրոջ պարգևն է, որ հաստատվում է սիրո ճանապարհներին։ Տիրոջ հանդեպ սերը փառավոր իմաստություն է, և ում կամենում է, Տերը շնորհում է համաձայն իր հայեցողության։ Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից, որ հավատացյալների համար հաստատվել է մայրական արգանդից ի վեր, մարդկանց հետ բնավորվել է հավիտենական հիմքից և հավատարիմ կմնա նրանց սերնդի հետ։ Իմաստության լրումը երկյուղն է Տիրոջից, այն կսնի մարդկանց իր պտուղներով։ Մարդու ամբողջ տունը կլցնի ցանկալի բաներով և շտեմարանները նրա վաստակով։ Լինել համբերատար և զուսպ։ Իմաստնության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ Իմաստնության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը երկար կյանքը։ Տիրոջ հանդեպ երկյուղը վանում է մեղքը, իսկ երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ։ Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրույթի ընթացքը նրան տանում է դեպի կործանում։ Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։ Նա միառժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստնության մասին։ Իմաստնության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։ Եթե իմաստնության ես ձգտում, պահիր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։ Արդարև, իմաստնությունն ու խրատը երկյուղն է Տիրոջից, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։ Մի անտեսիր Տիրոջ հանդեպ երկյուղը, և նրան մի մոտեցիր երկբայությամբ։ Կեղծավորություն մի արա մարդկանց առջև, և զգույշ եղիր քո շրթունքներից։ Մի բարձրացրու քեզ, որպեսզի չընկնես, քո վրա անարգանք չբերես, և Տերը չնվաստացնի քեզ, քանզի նրան չմոտեցար Տիրոջ երկյուղով, և քո սիրտը լի է նենգությամբ։